Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր կրկին ուրիշ կարծիք ոդկասթն է։ Մենք հյուրընկալել ենք Դավիթ Մկրտչյանին, մեր լավ ընկերոջը, բարև Դավիթ ջան։ Բարև ձեզ։ Մենք ընդհանուր sense քննարկելու ենք Առօրյա Նիկոլ Փաշինյանի այցերը, այսպես ասած, հիմնականում մենք քննարկում ենք այդ ոլորտի, այսինքն ինքը գնում է, ասենք, չգիտեմ, մի օր սուջուխ է ուտում, մի օր թթուլավը շահուտում ես վերջին կարտոշկաբան, այսինքն նայեք, մենք չենք ուզում, որ մեր երկրի ղեկավարը լինի այդպիսի անլուրջ կերպար։ Ես չեմ ուզում ու մի շարք մեր ջրիկ անլուրջ ճիշտ է։ Նայ մեզ ասում ես, սա սա երկրի ղեկավարությունն է, ուզում ենք որ լինի տղա, լուրջ տղա, այսինքն մեզ փորձառու գործիչ, լուրջ մարդ, կարգին հայ, լուրջ տղա, լավ տղա, այո։ Մի փոքր սկսենք նրանից, որ երեք տեղի ունեցավ մետրոյում, Երևանում էր շրջում, գնաց Շինգավիթ, Գարագին Նժդեի հրապարակ։ Սևան ջան, իրոք այդ երեք որ նայել եմ այդ կադրները, համ ջղայնացել եմ շատ ուժեղ, համ էլ ազդվել եմ այն աղջկա հետ որ կատարվեց, էլի զոհված տղու հերոսի աղջկա, հերը մարտական խաչ առաջի աստիճանի շքանշանակ իր ասպետը հասկանում։ Ու ես ինչ եմ ուզում ասեմ, էլի Նիկոլ Փաշինյանին, ասենք թե լավ, սովորական մարդ է, կին է։ Մոտեցար, սկզբում շնորհքով մոտենում ես, դեմից շնորհքով մոտենում ես Նիկոլ Փաշինյան։ Իմը որն է, հեսա որ դեմ սրան, հա։ Շնորհքով մոտենում ես սկզբում։ Մարդը չի ուզում, չեմ ասում, սկզբից անշնորհք ես մոտեցել։ Մոտեցել ես շնորհքով ուզում ես խոսալ ժողովուրդ հետ։ Մարդը չի ուզում, աղջիկա, պրիտոմ տղա էլ չի։ Աղջիկա չի ուզում քո հետ խոսա։ Դու քեզ պարտադրում որ քո հետ խոսան։ Պարտադրում ես հերիք չի։ Հետո էլ մի հատ էլ սկսում ես գորգորալ, մի հատ էլ որ այդ կինը այդ աղջիկը ասում է մի գոռացեք ին վրա։ Մի ասես պետք է տենց գոռալով խոսամ։ Խիբե ով է սարա։ Դու ինչ ես ներկայացնում արա գլուխդ պատով պիտի տաս դեպի գորալով խոսած առավել եւս զոհված տղու հերոսի աղջկա հետ ով ես դու կամ ցանկացած աղջկա հետ որ մոտենան տետնուն ձևի քո քրոջդ աղջկեքիդ կնոջդ մորդ դուրդ կգարա որ մոտենան չեմ ասում անշնորհք ես մոտեցել բայց մարդը չի ուզում իր իրավունքն է չի ուզում քո այդ շփվի չի ուզում քո նվերը վեկալի մանանտ ակուրատնի ձևի քեզ ասեց այդ աղջիկը որ շատ շնորհքով էլ աղջիկ էր Սևան ջան անենց էլ չէր էլի լաչար աղջիկ էր հա Նիկոլին տեսավ հարձակվեց վրեն թեպետ որ այտենց էլ ելներ Նիկոլը իրավունք չունի պատասխանել ասի լուր տանի ժողովրդի ցանկացած կապրիզ ցանկացած զարույց որտեղ դրա տեղիքը ինքն է տվել այսօր 120,000 արցախցին որ ստեղ են դրա մեղավորը Նիկոլ ասկա դու լուր պետք է քո խաչը տանես ինչ է գորգորամ պիտի ձեն չանես բայց այդ վիճակն էլ չէր էլի որ լաչառավարի հարձակվեց թե սա էլ դիմացավ մեկ էլ պորտկաց մի հատ պատասխանեց որ ասեց դե արա դե մարդու նյարդերը տեղի տվին էլի Այդ աղջիկը շնորհքով աղջկեր ենքան շնորհքով էր որ քեզ տեսավ այդ զայրույթի այդ վրեժը իր մեջ բայց ոչ մի բառ քեզ չասեց ինչքան շնորհքով հայուհի էր ոչ մի բան քեզ չասեց ու դու ես այդում զորով չամրվում խոսացնում արա ով ես դու հասկանում ես ու պրիտոմ կներեք ու պրիտոմ հերոսի զոհվածի աղջիկ հասկանում ես կամ որ նեղվում ես կներեք էլի Սեման ջան որ ասում եմ որ ասում փախածներով արցախցիներին ասում փախածներով արա լսի փախածը դու ես սաղ կյանքը ինչ անեն մերն էին այնտեղ բայց իրաց ուսացած դա ես սրա մասին խոսացել եմ սրա մասին ես խոսացել եմ հենց առաջ օրը նախ այդ մի օրյա կռիվը որ եղավ ստեղից մենք խոսում ենք մեր տղեկ հետ դե ճամփա չկար որ այդ այն կողմնության խոսում ենք ես ինչ եմ ասեմ մեր կռվող տղեկին մեր ջոկատի տղեկին օրինակ Մարտունու տղեկը Արտաշներ հրամանատարը մեր նայրի քերու տղեն իմ ընկերս իրանց հետ կապի մեջ ենք ինչ ասում ախպեր դաթարացեք կռիվը թողեք սաղով եկեք ստե որ կռիվը շարունակվի մինչև վերջի արցախցին զոհվելու է որովհետև թուրքին ինչ եղել 100 միլիոն թուրք կա աշխարհում մի 100,000 կդներ այդ պատերազմի մեջ 100,000 թուրք մեռներ լավ 300,000 թուրք մեռներ 100,000 էլ արցախցի Արցախը պրծավ Արցախի հարցը վերջնական լուծվեց այդ դրա համար սրանց հետևը մարմարում այս սրիկաները որ Արցախի հարցը հələ չի լուծվի Արցախի էջը չի փակվել իրանք ուզում են որ ամենավերջի արցախցին մեռներ որ էլ Արցախի հարցը վերջնական իր ասած Ղարաբաղյան շարժումը վերջնական փակվել առս կերակ Նիկոլ առս համի հետևներդ մռմռում հա որտեվ տենում եք որ Արցախի հարցը հələ չի փակվել չի լուծվել Ղարաբաղյան շարժումը շարունակվում է դու ով ես որ դու պիտի որոշես արա Ղարաբաղյան շարժումը շարունակվի թե չէ սովետական միությունն էլ էր դեմ Ղարաբաղյան շարժմանը բայց Ղարաբաղյան շարժումը ի հեճուկս սովետական հզոր կայսրության ստեղծվեց զարգացավ շարժումը գնաց առաջ ու այդ շարժումը բերեց համ Արցախի անկախությանը համ Հայաստանի անկախությանը համ էլ սովետական միության փլուզմանը այդ շարժումից սկսվեց սովետի քանդվելը դու ով ես քրչոտ
Թուրքի վասալ իշխանությունը, որ ասես Ղարաբաղյան շարժում պիտի չլինի։ Էդի քո համար չկա, քո ուրախ ավտոբուսիդ համար չկա, բայց հայի համար Ղարաբաղյան շարժումը կա։ Ու Ղարաբաղյան շարժումը դելու այնքան ժամանակ, մինչև վերջնական Արցախի հարցը լուծվի, Արցախը լինի անկախ պետություն։ Համենայնպես ոչ Ադրբեջանի կազմում, արցախցիների սրտով։ Այդ դա կլինի Արցախի հարցի վերջնական լուծումը։ Կամ ասում փախածներով։ Սրա ուզածը էս էր, էլի, որ արցախցիները մեռնեին Արցախի հարցը լուծել։ Հələ մեկ քեզ նա, իրա փախածովը դու ես փախածը։ Սաղ կյանքդ փախել ես արա։ Սաղ կյանքդ ես այդ բառը ես ինձ առաջ ունեմ ասել։ Բունկերի ծակը մտնող չես արա։ Բունկերի ծակ մտնող ես բառը ինձ առաջ օրն ենք ասել։ Բունկերի ծակ մտնող, ասում էր պատի տակը, որը ժողովուրդը ինձ չհավանի պատի տակը կկանգնեմ, թող ինձ գնդակահարեն, քո բառերն եմ ասում։ Բա նոյեմբերի 9-ին ժողովուրդը անգել էր քեզ էր մանգալի, որ հարցեր էր լուծեր, քեր մտե բունկերի ծակը, այդ թռածը դու ես թե Ալիևից թռած, այդ մի կանգ մի Արցախի, ասում իր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ոնց որ մի այդ Հայաստանի այդ փոքրացած քարտեզն է սենց կամահերանքով չվերաբերվեք։ Այն վաղտ էլ Արցախին էր տենց ասում, հələ սահմանադրական են իրանց որ Քարոզեին անում 20 թվին հիշում ես պասպորտին, բաղին մի հատ աղջիկ ճղեց շպրտ, այդ նույն մետրոյի մի հատ աղջիկ ճղեց շպրտեց երեսին։ Մետրոն վրները չի գալի վրները։ Հələ դու հիշում ես ոնց էր Արցախը ընդունում, տաղուտ ղրգիրնդեղ Արցախ ծառայելու։ Հետո թռար չէ Արցախից 20 թվի պատյանդ հետո Արցախ գնացել ես։ Ալևից քաքում իր տակը չէ արա։ Թռածը դու ես թե արցախցիները իմ արա։ Դու ես անտեր թողի Արցախին, կներեք Սևան ջան։ Արցախին դու ես անտեր թողի արա։ Հայ Արցախը ազատագրողներ է եղել Հայաստանը։ Արցախը ազատ պահողներ է եղել Հայաստանը։ Արցախը հանձնողներ է եղել Հայաստանը, արա։ Ըստ սահմանադրությամբ էլ դու ես երաշխավորը Արցախի անկախության ու անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է իր իշխանությունով։ Դու ես թռը, դու ես գնացել Պրագայում, նեղում ասում մի անգամ էլ ինձ չասեք այդ փախածներով, որ Արցախ հանձնել եմ։ Արա նոյեմբերի 9-ը պապս աստորագրե Պրագայում պապս էր ստորագրել, դու ես ստորագրել, դու ես հանձնել արա։ Դու ես հանձնել իմ էլ ասում ես, ինձ մի ասեք, որ ես եմ հանձնել, բա ով է հանձնի։ Հասկանում ես։ Բայց ով է հանձնել, որ իհարկե ով դու ինքը նախկիններն են հանձնել։ Բանակցային բալերը այդ փաթեթները սաղ հրապարակ էր։ Սևան ջան, դիտում եք որ նախկինները սաղել վիզենդել է որ Արցախը լինի անկախ ոչ Ադրբեջանի կազմում արդեն Սերժ Սարգսյանը բերել էր փայլուն լուծման արա։ Սաղ կարդում եք, կարող եք դες կարդալ չգիտենք կարող։ Կամ Ալիևը իր բերանով չէր ասում։ Իհարկե։ Դու Ալիևն էր ասում, մենք էլ ենք տենում։ Մեր զինվորը թուրքի հողի վրա էր միզում, մինչև 18 թիվը, մինչև Սերժ Սարգսյանի ձեր այդ հրաժարականի պահը։ Մեր զինվորը միզում էր թուրքի հողի վրա։ Այդ ամեն ինչը կամ բանակցային փաթեթը հրապարակից էր կարդում եք տենում եք։ Այդ մարդը արդեն բերել էր Սերժ Սարգսյանը արդեն բերել էր համարը Արցախը անկախ էր արդեն։ Դու հրաժարվիր այդ ամեն ինչից։ Ոչ մի թիզականություն է, բաղ ասեն ոչ մի թիզական։ Դա համար հիմա ոսեք այդ Հայաստանի քարտեզը, բան մետելա փոքրացնելու։ Գտնակ էտելա փոքրացնելու, հետո էլ ասել ստեղել ենք սխալվել։ Դի Սև լճում ջերմուկում տենց օկուպացված տարածքներ չունենք հիմա։ Իհարկե ունենք։ Կամահերանքով չվերաբեր։ Կամահերանքով դու ես վերաբերվում մեր հայրենիքին, արա։ Որ ուզում ես 300,000 թուրք բերես լցես թե։ Կամահերանքով ո՞վ է վերաբերում։ Այն աղջիկն իմ համար հայրենիքա եւ Հայաստանը եւ Արցախը։ Ես այն քարտեզը ունեմ։ Ապրի այդ աղջիկը, հարգանքներս այդ աղջկան, խոնարհվում եմ այդ աղջկա առաջ իր հոր շիրիմի առաջ ես խոնարհվում եմ։ Ու դու որ ասում ես այդ աղջկը ասում է մի գոռացեք ին վրա, ու շնորհքով աչքերը հայույն այդ տենց պետք է լինի։ Համ համարցակ, համ առյուծ, համ էլ շնորհքով։ Շնորհքով ունած լաչարություն էլ չարեց։ Ասեց ին վրա մի գոռացեք, ասում պիտի գոռամ։ Ես ասում գլուխդ պատով տիտած թե կգոռաս։ Այն փոքր երեխու տանձը կուտես թե կգոռաս, արա այդ աղջկա վրին։ Այն զոհված իր հոր տանձը կուտես թե կգոռաս դու զոհվածի աղջկա վրա։ Հասկացա՞ր։ Բայց ամեն դեպքում ինքը այդ հարության վրթովմունքից հետո, որ Facebook-ում սոցիալական հարթակներում մարդիկ սկսեցին քննադատել կներես ասես, ներողություն խնդրեց ու առաջարկեց Արմինեին, որպեսզի իր հետ հանդիպի այլ միջավայրում, այսինքն այդ ներողությունը դե լավ նորմալ եմ ընդունում, էլի ապրինքը որ ներողություն խնդրեց, դա համար ես ավելի խիստ չեմ խոսում այսօր, այդ ներողությունը հաշվի առնելով էլի մալադես, բայց գիտես ինչ կա, մարդիկ քաքը չեն ընկեք ու ներվելի ձեռը, հասկացար, ես էլ եմ ներվային մարդ, ոչ ադեկվատ մարդ, ես էլ եմ ոչ ադեկվատ, Սեբան ջան, ես էլ եմ այդ տեսակ մարդ, դրա համար ես չեմ ելում մարդկանց
հետ չեմ շփվում, որովհետև ասենք թեկուզ ասում եմ լավ մարդ, հա, ախի թեկուզ էշ խոսա քաշեմ սամասուտ կանեմ, չէ՞։ Ավելի լավ չի չխոսամ։ Սևան ջան, իմ հարազատներն էլ էթում եմ, ասենք, օրինակ մի անգամ պանիխի դա տեղ էինք, մեկ էլ սկսին խոսալ, ու գիտեմ, էլի էշություն են խոսալու։ Արա ասում եմ, ախպեր, եկեք մի խոսակցեք, ես որ կատաղեցի, էլ չեմ նայի պանիխի դա է ինչ է, էլի։ Բայց չէ, չես կատաղի։ Արա ասում եմ, ձեր հետ խոսալուց զգում եմ, էլի, որ մտնեմ խոսակցության մեջ ազարտիչ կատաղեմ, վերջը կատաղացի, որ դե պանիխի դա տեղը ցենես գցեք կապուր քապարս կապեմ։ Հանի հաշուն ուզում ինչն եմ ուզում ասեմ, ես չեմ էտում տենց տեղեր, որտեվ գիտեմ որ մարդկանց հետ չեմ շփվում, գիտեմ ես էլ եմ իր նման այդ տենց էմոցիոնալ ոչ adekvat մարդ, ես էլ եմ տենց մարդ։ Բայց ես չեմ էտում, իսկ ինքը հերիք չինք տեցա մտնում մարդկանց մեջ, մի հատ էլ ստիպում է, մարդիկ չեն ուզում այդ խոսան, բայց չէ՞ հետս խոսաս, ու պիտի խոսասեն ինչ է ես եմ ուզում։ Այ բռնապետ դու ով ես, այ ոչնչություն դու ով ես։ Այդ աղջիկը հերը ջայլ տարիքում իր կյանքն ա տվել մեր հայրենիքի համար կյանքը։ Դու ինչ ես արել ջայլ տարիքում։ Այ փախած, այ թռած։ 90-ական թվականներին Սևան ջան, ջայլ տղա եղել։ Բանակ չի գնացել, լավ ես արել։ Բանակ չես գնացել։ Թեպետ ես ծառայել եմ, բանակ գնացել եմ, բայց երբեք իմ բանակ գնալով ես չեմ հպարտացել։ Ես հպարտացել եմ, որ մասնակից եմ եղել պատերազմներին, ապրիլյան պատերազմին, 20 թվականի պատերազմին, 90-ականներին ֆիդայների մեջ եմ մեծացել, դրանով եմ հպարտալ մեր երեխայում եղել։ Լավ, չես գնացել, հասկացանք։ Բանակ գնացողների մեծ մասը գնալը պարտականություն է եղել, որ այդ եմ ասում, բանակ գնացողների մեծ մասը ստիպված գնացել են, որովհետև որ չգնային կդատվեն, հաստատ որ բանակը լեր կամավոր, բանակ գնացողների 90%-ը բանակ չէին էտա։ Լավ, հասկացանք, չես գնացել, բանակ չես գնացել։ Պատերազմ չես գնացել։ Ջահել են ռոմանտիկ, հայրենասեր, տարիք, դա կակրաս իրա մոտ առավոտից իրիկուն կլավուզյաներ է գրել այդ տարիներին։ Հայրենասեր է, այդ հայր պատերազմ արա։ Այդ հայր պատերազմ, հայրենասերինը տեսած եմ բանակ չես գնացել, լավ ես արել։ Հիմա կարող ժամանակը հետ տան, ես է չետամ։ Տեսած եմ գնացել եմ բանակ, բայց կարող ժամանակը հետ տան, ես է չետամ։ Օրինակ էլի, ես այդ պարտադիր բանակ գնալուն միշտ եմ եղել։ Բայց դա մի կողմ, լավ, մի կողմ։ Բայց երկիր այդ պատերազմի մեջ է, եթե դու հայրենասեր տղա ես։ Բախի չես գնացել 90-ական թվականների պատերազմ։ Դու չես գնացել պատերազմ, իսկ կյանքը հանձնողին, կյանքը հայրենիքի համար տվողին մարտական խաչառաջի աստիճանի ասպետի աղջկան ասում ես փախած։ Հիմա փախածը դու ես դեն իրան կարա, այդ թռած։ Մարտի մեկին թռար քանի, ինչքան վաղ փախած մնացիր, արա։ Ինչքան վաղ փախած մնացիր։ Սաղ կյանքը փախել ես, արա։ Ուրիշներին ասում ես փախած, հա։ Ալևի դեմից չես թռե հիմա։ Քո սկզբունքներից չես թռե հիմա, սաղ տեղից ոսնամիտ փախած այդ թռած։ Չէ, դե ամեն դեպքում ինքը այդ մարդկանց մեղադրումը նրա մեջ, որը ինքն է արել։ Հա քո մեղքով է եղել այդ ամեն ինչը, քո մեղքով է եղել, արա, քո մեղքով է եղել, դի մեկ, երկրորդն էլ, իրանք չեն փախել։ Իրանք չեն, ասում եմ, ես պայմաններ էի ստեղծել այնտեղ, որ դուք այնտեղ ապրեիք։ Ինչ պայմաններ, ստրուկի նման ապրեի։ Ես հիմա էլ կարալևն էլ ասում, մնացեք կապեք, ստրուկի նման։ Հասկա Արցախին մնային այնտեղ, որ սաղին նստեցնեին, դենա ղեկավարությունը մնացել ինձ։ Ղեկավարությունը Արցախի մնաց ռազմական ղեկավարությունը։ Ով ինչ վիճակա, նստեցրել են, չէ՞։ Արցախցիների սաղ տղեկին նստեցնելու էին, սպանելու էին, կնամիքն էլ բռնաբարելու էին, որ մնային։ Էդ էի ուզում դու կարա իրաց անվտանգությունը դե ապահովեր, արա։ Դե որ ապահովող էր, բախի հարձակվեցին իրանց վրա։ Չէ, ինքս իր անվտանգությունը։ Իհարկե։ Իր անվտանգությունն է կարող պահի ոստիկանությամբ ու ուրիշ ոչ մի ձև։ Ոայ քեզ բաներ, ոնց մարդու լրիվ էշի տեղ տնես, յարա։ Չէ, Արցախի ռազմական քաղաքական ղեկավարությունը այսօր դատապարտված է ցմա։ Հա, ազատություն իրանց, ազատություն։ Բոլորին ազատություն, բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին միջազգային այցաններում չենք տեսնում ինչ որ բան որ անում է։ Ոչ մի բան մտում պիտի կարանան, են, անել մտի տղալն ես որ անես, արա։ Վախենում են ասեն, անգամ Արցախ բառն են վախենում օգտագործել։ Երեք մի ամիջ որ իրանց անգամ ասեց Արցախ ու վախեցավ։ Ասենք այնքան ասա արե, այս ցռանը, որ Արցախ բառ Ղարաբաղ, արդեն ես էլ իզնից անգամ Ղարաբաղ ոնց որ չկանամ ասեմ։ Դու Ղարաբաղն էլ է մերը, Արցախն էլ է մերը։ Խես թակում տակը Արցախ բառը ասելուց, արա։ Արցախը որ եղել է Արցախ, հենց թե թուրք, այսախ տարածաշրջանում թուրք չի եղել, ընդհանրապես։ Այդ վաղտվանից է Արցախ եղել։ Դու խես վախում Արցախ բառից։ Ալևը կջղայնանա, խաղաղություն։ Հասկա, ժողովրդավարական երկիր ենք, մենք ազատ խոսալու իրավունք չունենք, որ ալևը կարա ջղայնանա։ Հա, այդ ետեղած խաղաղություն, դրա խաղաղությունը ո՞րն է։ Ասում է, եթե մեզ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ու հասկանում ես, այսինքն նայ ասում էին որ մենք խաղաղության կուսակցությունն ենք, բայց նախկինները պատերազմի կուսակցություններն են, չէ՞։ Բայց նախկինների ժամանակ մենք պատերազմ ենք հաղթել ու
Երկու հատ պատերազմ ենք անում, ուրեմն նախկինները Սերժ Սարգսյանը խաղաղություն պարտադրող տղա է, իսկ դու խաղաղություն մուրացող տղա ես։ Մուրալով կարող է որոշ ժամանակ ասենց Ալիևի հավեսը տա, բան չանի, բայց մեկ էլ կարող է հավեսը տա կրակի։ Իրանց իշխանության ժամանակը պատերազմ եղավ։ Քանի հատ պատերազմ եղավ, այդ եմ ասում, քանի հատ պատերազմ։ Հայաստանի սահմանների հետ կապված։ Սերժ Սարգսյանը մեր Հայաստանի երրորդ հանրապետության սիմվոլը, հաղթանակների սիմվոլը, անվտանգություն ապահովող տղեն, որ 30 տարի անվտանգություն ապահովեց Սերժ Սարգսյանը, բոլոր նախագահների օրոքել։ Անվտանգություն ապահովողը թե ներքին թե արտաքին Հայաստանի Հանրապետության 90-ական թվականներից սկսած բոլոր նախագահների օրոք եմ ասում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան։ Այ 3 նախագահների օրոքել անվտանգություն ապահովողը Հայաստան եղել է Սերժ Սարգսյանը, թե ներքին թե արտաքին։ Սերժ Սարգսյանը խաղաղություն պարտադրող տղա է, պարտադրող։ Սերժը օրոք կարար սենց մի հատ բան անել Ալիևը։ Հəmi ու գիտես ինչ անելու, ասենք վաղը չեմ ուզում որ Ալիևը կռիվը նորից սկսի, ասել է դե ընդդիմություններ ավել պակաս։ Արա լավ եմ անում, ինչ կուզեմ կխոսամ, քո ինչ գործն է։ Այսինքն իմ խոսալու պատճառով Ալիևը պիտի ճղանելը պատերազմ սկսի։ Ուրեմն հենց իշխանություն եղի որ Ալիևը ինչ թակլի որ արձակվի։ Բա դու որ ավել պակաս հաչում իր։ Երեք մի պարտեզ ասեցի, ասում է ժամանակին մենք էլ ենք դաշնակ էությամբ էլի։ Բա որտես դաշնակ խոսում իրեն վաղ Ալիևը խի չէր կարող մի հատ բան աներ։ Խի չէր կարող, որտեղ այդ որ դու այդպես հաչում իր ավել պակաս։ Շատ լավ բաներ երբեմն նաև խոսում իր դաշնակավարի որ խոսում իր լավ սենց ասեմ դաշնակներին շատ եմ արգում։ Էդի հաչալ չասենք։ Էդի Սերժով էիր խոսում, մի հասկացա։ Իսկ այսօր որ մենք լռում ենք, որ վախում եմ մի հատ հերոսի գովամ։ Դու կարող գովամ բռնեն եք ստանա։ Այդի որտեղ կզած ղեկավար ունենք, հասկացա, այն որ թուլեք են ելնում, հարուստի թուլեք, ուժեղ հերենին են, մեծ հորով լավ են զգում, ու գիտեն առաջ կար, չէ՞ տենց, հմել կան, հմել իրանք են էդի։ Որ ասենք ու գիտեն թե իրանք լավ տղա են, բայց այդ իրանց հորով են իրանք տղա։ Հասկացա՞ր այդ հերը մեր Սերժ Սարգսյանն էր, որ մենք այդտենց ափրցապար լափարոշ մեզ պահում ենք։ Տեսա որ մեր հերը փոխվեց ինչ օր ընկանք։ Դե ամեն դեպքում նախագահ Սերժ Սարգսյանն է իր հարցազրույցում ասաց Դահատանի բակում տեսած կլնես որ ասացին իհարկե սաղ տղայեք պահեք ասաց տղայենք պահեցին ու իրական ապրեք ու իրական ես սրա մասին Սևան ջան 18 թվին եմ հələ խոսացել երբ որ սաղ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրում էին ընդդիմադիր դաշտը շատ փոքրած հիշում եմ ես ասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ բան չի ասել Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ ու հալալա իրան որ հնարավորություն տվեց որ տղեկը պահեն Ինք ասեց տղայք պահեք, բայց այդ հնարավորությունն էլ տվեց, չէ՞ տղեկին։ Տղեկն էլ այո տղային Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու պահեցին, այո։ Անհավատալու բան արեցին, անհավատալու բան։ Այո, այն ժամանակ որ նայում էր Սևան ջան, մտածում էր ասում իրոք անհնար բան, ես հիմա ասենք պուլտով հետանք այդ ամեն ժամանակ, էլի ես ուղղես վրան, էլի կասեմ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է, չես կարա պահես այդ հողերը։ 7 շրջան Հարևան պետությունից վերցնես, կստիպի աշխարհը, կասի արա դու բան չես արա։ Բայց կարացանք պահենք, չէ՞ արա, կարացանք պահենք։ Բայց ի շնորհիվ Սերժ Սարգսյանի առաջին հերթին, այո, որտեղ հզոր անվտանգության չեմպիոն է, որին դուք մերժեցիք, դա մարել այսօր ընկաք։ Բայց դից մարդուն մերժես, դի այսօր ընկնես։ Ուրեմն ինչև այսօր շարունակում են մերժելը։ Այս ընտրություններին ասել եմ, երեք ելեկանի մոտելի Անգեր տղեկ, Դավ ջան, ինչ ենք ան, ասի վերջնական կասեմ ամսի 4-ից հետո։ Բայց ես ձեզ ասում եմ հմիկվանից, հստակ ասում եմ, չընտրեք այն ուժին, որը մերժում է Սերժին։ Կընտրեք այն ուժին, ով ուզում է լինի, ինչքան էլ հարգեմ, չհարգեմ, եթե այսօր կան ուժեր, որոնք որ մերժում են Սերժին, բացի Նիկոլից, ընդդիմադիր դաշտ նկատեմ։ Դրանց չընտրեք։ Իսկ ով որ չի մերժում Սերժին, այ իրանց մեջից ձեր ընտրությունը կատարեք։ Վերջնական կասեմ ամսի 4-ից հետո տենա մենք ինչ դիրք են գրավում հանրապետական Նախագահ Սերժ Սարգսյանն է ասաց որ տենց ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի ընդհանուր ճանապարհի ու դա Սևան ջան այսօր մենք ունենք այն ռեսուրսը որը որ կարելի է հաղթել այս իշխանություններին ու իրանց թիկունքում կանգնած այդ հզոր ուժերին կարելի է բայց պետք է նավի ղեկին ընդդիմության նավի ղեկին նստի այն մարդը որ կարա ղեկավարի էտի իսկ այդ մարդը մենք բոլորս էլ գիտենք ով է հիմա ես կարամ ասեմ ես կարամ անեմ Սևանը կարասի ես ամեն մեկն է կարասի ես ով է սեղի աբրացը տարի նայենք արխիվը տարի նայենք 30 տարի Հայաստանի անվտանգությունը ապահովել է ով այդ մարդուն եկեք լսեք ընդդիմություն ջան այդ մարդուն լսեք քանի հատ ընտրությունը հաղթե Քանի հատ ընտրությունը հաղթե այդ մարդը։ Քանի հատ ընտրությունը հաղթե։ 95 թվից սկսած էլ դրանից առաջ էլ չլսեցին, չէ՞, 21 թվականին երբ նախագահը հայտարարեց։ Դա մեր Արցախը հանձնի։
Եթե 21 թվին ընդդիմությունը լսեր Սերժ Սարգսյանին, Նիկոլին կհեռացնենք, Ռոբերտ Քոչյանն էլ կլներ վարչապետ։ Իհարկե։ Բայց իրանք չլսեցին։ Սա արվեց նենց ոնց որ Ռոբերտ Քոչյանը ասել, չէ՞։ Կարող է մի հատ իր ասածին հակառակ բան արվել է։ Չի արվել, չէ՞։ Սևան ջան, պարտվեցիք։ Ես չեմ ասում դիտավորյալ արեցին։ Իրանք չկարեցան։ Հիմա էլ չեք կարալու հարգելի ընդդիմություն։ Եթե ձեր համար առաջնայինը Նիկոլին հեռացնելն է, ասում եմ, եկեք թող այն մարդը կոորդինացնի այս պայքարը, որ սաղ կյանքը որ կոորդինացել է միշտ հաղթել է, սաղ ընտրություններում միշտ հաղթել է, ով որ ապահովել է Հայաստանի անվտանգությունը թե ներքին թե արտաքին, բոլորի օրոք, բոլոր նախագահների օրոք։ Անվտանգությունը ով է ապահովել։ Սերժ Սարգսյանը։ Բայց նայ Դավթ ջան, այսօր կուսակցություններ կան, լիքը մանր կուսակցություններ, ովքեր հայտարարել են, որ մասնակցելու են ընտրությունների ու գնում են դրան, այսինքն ստեղծում են շտաբեր, ձևավորում են, այսինքն ընտրական process-ի մեջ են արդեն։ Թող գնան, հետո թող միավորեն։ Հիմա լսեք, կներեք Սևան ջան, ես բանալին ասեմ հաղթանակի։ Բանալին ասեմ, եթե սենց շարժվենք, ես ասում եմ մենք կհաղթենք։ Ու ես չեմ ասում դա մենակ իմ ցանկությունը, ես ասում եմ հենվելով անցյալի վրա։ Ես ասում եմ, եթե ես ասում եմ Յուրի Վարդանյանը թող գա, ինչքան էլ տարիքով մեծ լինի, թող գա այդ շտանգեն բարձնի, ես նայում եմ այն, որ ինքը բարձրել է։ Այդ շտանգեն մի 1000 անգամ։ Ես չեմ նայում, ասենք, մեկ ինչ-որ թեկուզ մուսկուլներին, ասեմ սա կարա բարձրացնի, օրինակ, էլի։ Ես ասենք նայում եմ ապրած։ Ես ասում եմ հաղթանակի բանալին, ուզում ես ասեմ ոնց կհաղթենք։ Ում դուրը գա, ում դուրը չգա։ Ես գիտեմ ոչ մեկի դուրը չգա, դրա համար էլ պարտվելու ենք էլի։ Ասեմ, ով որ ուզում է իրոք Նիկոլ հեռացնի, հենց սկզբից պետք է գան այն մարդու մոտ, որ դրա սուպեր գրոսմաստերն է, ասեն, ասա ոնց անենք, ով ում հետ միանա դաշինքը, ով մասնակցի, ով չմասնակցի, ով ում պաձեր չկանի, ում ցուցակը ովը, ցուցակի մեջ ով լնի, հասկանում եք, այն ցուցակների կազմելուց, քարոզարշավից ով ելույթ ունենա, ով ելույթ չունենա, ով ինչ խոսա, ով լռի, ով ում հետ դա դաշինք կազմի, ով ընդհանրապես չմասնակցի ընտրություններին, հասկանում եք, այս ամեն ինչը պետք է համակարգի, պետք է կոորդինացնի Սերժ Սարգսյանը։ Հիմի ավել պակաս կհաչան վնդից, վրեն հաչակ, դե գնացեք կրվեք, ոնց որ միշտ կրվել եք։ Հա, եթե այսօր լինի ընտրությունները, նույն Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ու բազմիցս էլի կեղծելու է։ Սերժ Սարգսյանն էլ եթե Սերժ Սարգսյանն էլ կոորդինացնի, էլի կեղծելու է, բայց մենք այդտեղ է կհաղթենք։ Այդտեղ է կհաղթենք։ Հետընտրական process-ով կհաղթենք։ Նախ առաջ երթին մենք դի ստիպենք, որ Նիկոլը կեղծի, որ ինքը թույլ լինի, որովհետև եթե այդ չլինի, կարող է Նիկոլը արդարել հաղթի։ Մենք պետք է առաջերտին ուժեղ իրոք հաղթենք, որ Նիկոլն էլ կեղծի, մի հատ էլ հետընտրական process-ներով Նիկոլին հեռացնենք ու այդ նորից եմ ասում, այդ ամեն ինչը կարա անի փայլուն մարդը, ով որ սաղ կյանքը 90-ական թվականներից հետ արել։ Բայց նե Հայաստանում երբեք չի եղել, որ թոշակը, ասենք 10000 դրամով միանգամից բարձրանա, այսօր Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով դա անում է որպես ընտրակաշառք, 600,000-ից ավել մենք թոշակառու ունենք Հայաստանում ապրող ու այդ մարդիկ որպես այդպեսին 10,000 դրամ են ստանալու ապրիլի 1-ից սկսած թոշակները բարձրանալու է դրա մասին ինչ կասիք այսինքն օրինական ձևով ընտրակաշառք են բաժանում դե էդի նորմալ է այդտենց բաները ես համարում եմ նորմալ թող անի ով էլ լինի իշխանության Սևան ջան տենց բաները պետք է անի մենք հակախոդը պետք է անենք շոթե ասենք ժողովուրդ ջան պապիներ ջան տատիներ ջան դուք ծախվող եք բան արեք այդ 10,000 դրամը շատ լավ է վեկալեք ու գնացեք իրան ջնջեք գնացեք իրան չընտրեք էկոնոմիկայի նախարարը ասում է որ մենք չգիտենք այդ փողը որ բարձրացրել ենք մենք դրա տեղը չգիտենք որտեղից բերենք այսինքն բյուջեի հետ ինչ է կատարվելու պատկերացում չունեն անգամ խոսակցություններ կար հետո չեն կարալու տան բանից խաղատների բանը հարկերը կբարձրացնենք դրա հիման վրա Սեման ջան վախում ես հեսա ընտրություն մի երկու ամիս կտան մի ձևի ընտրությունը կանցնի կեղծեն կանցնեն իրանց պլաններն եմ ասում ոնց կանել հետո վախում ես շարը չգցեն էլի մեկի վրա կասեն ընդդիմություն արեց Ռուսաստան արեց մեկի վրա շարը կգցեն էլի թոշակը կիչացնեն վсё ու շարը կգցեն եթե մարդը գալիս է Հազոր Հայաստանն ու Արցախը վեկալն է, տան Արցախը հանձնող ասում նախկիններն են ումից որ ինքը հետի վեկալ է։ Նա չի կարա ասի նախկինը կամ ասում Արցախը հիմա հանձնին նախկինները։ Արա Արցախի երաշխավորը դու ես եղել, Հայաստանի իշխանությունը դու ես, նախկինները ոնց հանձնին։ Այսքանով իշխանապողություն արին հանձնին։ Այսինքն հիբար մտիլին։ 120,000 մարդը պետքա ասենք 90 միլիոնանոց ու 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ կռվեին։
Այսինքն առանց ոչ մեկի օժանդակության։ Նայ տես ցավը տան, այն ժամանակ էլ որ մենք հաղթել ենք։ Այսինքն մենք 10 հոգով կարան գնանք 1 միլիոն հոգու դեմ կռվենք, բայց կռվել ենք ու հաղթել ենք ժամանակին։ Կռվել ենք, չէ, ինչն եմ ուզում ասեմ, կներես։ Այն ժամանակ իրավիճակը ուրիշ էր, հիմա ուրիշ էր։ Այսինքն 90-ական թվականներին հո Արցախը չի հաղթե։ Այո, Արցախն էլ է հաղթե, Սյունիքն էլ է հաղթե, Գեղարքունիքն էլ է հաղթե, Փարբին էլ է հաղթե, մենակ 8 մահապարտ մեր գյուղն ա տվել, հորոխբորոս ջոկատը, հասկանու՞մ եք։ Սաղս էլ հաղթել ենք, բայց ընդհանուր հաղթել է Հայաստանը։ Այսինքն առանց Հայաստանի չէր կարա Արցախը հաղթել։ 90-ականներին էլ Հայաստանը հաղթել, դրանց մեր Լևոնը չէր ուզում մենք ազատագրում ենք, ձեզ թվում է թե տենց է եղել։ Լևոնը որ չուզեր, բանակցությունների ինչ որ ձև էր, որը անում էր, շատ ձևով անում էր։ Հզոր Լևոն Տեր-Պետրոսյան շատ հզոր դիվանագետ էր, մեռնեմ սրտին։ Նա այնպես դիվանագետ էր, որ կարմեր սաղին հավատացել էր, որ ինքը չի ուզում Արցախն է, մենի պուճուր Արցախ, այդ մա հաղթում։ Հա, ուրեմն Արցախյան պատերազմի հաղթանակի համար մեկ դերակատարները եղել են ոչ թե Ղարաբաղի իշխանությունները, այլ եղել է Հայաստանի իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորության ռազմաքաղաքական ղեկավարությունը, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, ներքին գործերի նախարար, մեկ էլ պաշտպանության նախարար, հետագայում արդեն ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյան։ Տնտեսության մասով էլ եղել է Հրանտ Բակրատյանը, այո, որ ճգնաժամից տնտեսությունը հանել է Հրանտ Բակրատյանը։ Սևան ջան, Հայաստանի տնտեսությունը 90-ականների ճգնաժամից անել է Հրանտ Բակրատյանը, որ ասում են փլատակներ է, չգիտեմ, ճգնաժամ է, չգիտեմ ինչ է։ Այդ ցավները տանը մարդ չկա է, Ռոբերտ Քոչյանը հերոս մարդ է։ Ես ամենաառաջի գոռացողներից եմ եղել, իր ամենաառաջի աջակիցներից եմ եղել, ու որ վաղը չեմ ուսորը ինքը նորից հայտնվի իրավիճակում, էլի կողքը կկանգնեմ։ Ես չեմ փոշմանել, էլի կողքը կկանգնեմ։ Բայց ձեր ցավը տանեմ, նախքան Ռոբերտ Քոչյանի ստեղ գալը, արդեն ստեղ ատոմակայան էր բացվում։ Խի ճգնաժամային տնտեսությունում ատոմակայան է բացվում։ Արդեն այդ թոշակները սկսել էին տալ, այսինքն Հրանտ Բակրատյանը, որը որ համարվում է աշխարհի լավագույն տնտեսագետ վարչապետերից մեկը, Սևան ջան, ինքը արդեն տնտեսությունը դրել է ռելսերի վրա։ Սովետը քանդվեց, մենք ժառանգեցինք ճգնաժամային տնտեսություն Սովետից ու պլյուս դրան պատերազմ շրջափակում այդ իրավիճակից, այսինքն այդ էր ճգնաժամը։ Ճգնաժամային ղեկավար եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ճգնաժամային վարչապետ եղել է Հրանտ Բակրատյանը, որոնք որ մի քանի տարում հանեցին պետությունը ճգնաժամից, տնտեսությունն էլ ճգնաժամից։ Նորից եմ ասում, Հրանտ Բակրատյանի նման տնտեսագետ վարչապետ նա աշխարհի լավագույնների մեջ կմտնի։ Իհարկե։ Գնացեք հələ մի օր հրավիրեք ստեղ, ասեք, պարոն Հրանտ Բակրատյան ջան, հələ մի հատ խնդրում ենք թվերով ներկայացրեք, էլի, ձեր տարիները, դուք փլատակներ եք փոխանցել հաջորդին։ Կարճ ժամանակ ընդ Արմեն Սարգսյանն եղավ վարչապետ, հետո Քոչյանն եկավ։ Փլատակ եք փոխանցել, ճգնաժամային տնտեսություն եք փոխանցել, թե արդեն ճգնաժամից հանել եք։ Մարդը թող մի հատ ասի, լսեք իրան։ Բայց իր ասելն էլի սպետ, էլի շատ լավ հիշում եմ այդ տարիները։ Արդեն լույսերն էլ կար, ատոմականը վերաբացվել էր, ատոմականը փակված բացեցին։ Խի ճգնաժամային տնտեսություն ունեցող պետությունը ատոմականը բացում։ Բնականը հետո եկավ Քոչարյանն էլ, այո, զարգացրեց։ Անդրանիկ Մարգարյանի, մեկ էլ Սերժ Սարգսյանի հետ միասին։ Այո, զարգացրեց։ Տնտեսությունն էլ զարգացրեց, դիվանագիտությունն էլ զարգացրեց։ Ամեն դեպքում նախկինների ժամանակ մենք անվտանգ ենք ապրել, զարգացած պետություն ենք ունեցել ու երբեք չենք վախեցել, որ հնարավոր է թուրքը։ Այո, մենակ գիտեք մեր վատը որն էր, Սևան ջան, մեր վատն էր, որ մենք չէինք գնահատում դա։ Մենք չէինք հասկանում այդ որից է գալի։ Էս էլ եմ ասում, հարուստի լակոտը, որ այն իրան ափրծփր իրան դնում է ինչտեղ, չի հասկանում որ այդ հորովան, մար այդ հորը գոնե գուրգուրի, որտես լեպիրշավարի քեզ կանա սպայես։ Այդ հերը չեղավ վիզը կդրեն կգցեն։ Կան, չէ՞ դες թուլեք։ Որ հերը գլուխ ես դնում, կնեցեք քացուտակ սարկում տերապկա։ Դες թուլեք կան։ Հայաստանը այդ իրավիճակում։ Այ մենք հիմա այդ իրավիճակում ենք։ Ու հիմա էլ չեն գնահատում, չեք ասում այ օղորմի հորս։ Ոնց չգնահատի հորս։ Էդի չենք ասում հիմա մենք, հասկանում եք։ Արտաքին գործերի նախարարությունը դարձել է տուրիստական ինչ-որ գործակալություն, գնում են հանգստանալու, տուրիզմով զբաղվելու, տենց պետություններ են այցելում ոչ մի բանի մասին։ Այսինքն ես անձամբ եմ ականատես եղել Չինաստանում, որ ԱԳՆ-ի պատվիրակությունը մեր հետ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը, իրանք տուրիստ էին այնտեղ։ Այդ ամեն ինչը գալիս է համար 1 դեմքից։ Սևան ջան, եթե համար 1 դեմքը լինի հզոր ղեկավար։ Բայց նայ, քո ասենք դու ունենաս ինչ-որ կազմակերպություն, օրինակ եմ բերում, այդ կազմակերպության ղեկավարը դու լինես, ունենաս X նպատակ, որ պետք է հասնես այդ նպատակին, բայց թիմը вообще կապ չունեն այդ նպատակիդ հասնելու հետ։ Ինչ պետք է անես։ Չէ, ուրեմն նայեք տեսեք, եթե կազմակերպության ղեկավարը
ասենք կազմակերպության առումով ենք այդ տեղ խոսում։ Ելնի ուժեղ մարդ, ուժեղ ղեկավար, ուժեղ մենեջեր, ուժեղ ղեկավար։ Նա կստիպի, որ նրանք կաշխատեն ճիշտ։ Իսկ հակառակը, եթե պրոֆեսիոնալների, աշխարհի լավագույն պրոֆեսիոնալներին բերից դնես աշխատող, իրանց գլխին դնես մի հատ թույլ մարդ է ու անհասկացող մարդ ու չեն աշխատի։ Հավջան, իրանք իմ կարծիքով ինադու են անում, տենց անկապ աննպատ։ Այդ մարդկանց դեմքերին նայես, իրանք տենց ոչ մի բանի մասին կանեն, իրանք կանեն։ Իրանք ամեն մեկ իր անձնական հարցն է։ Կասկան եկել եմ կանի կայֆավատ լինեն։ Օրինակ, միգուցե նրանք շատ լավ էլ մասնագետ կարան լինեն։ Հասկանում ես, բայց կասեն այ մարդը եկան ես իմ օրինակի համար իմ կայֆավատ անեմ կամ կանի դու ինչ որ մեկի դեմքին նայելուց տենց ինչ որ գոնե հասկանում ես, չէ՞ ինչ։ Իհարկե կարան մասնագետներն էլ կարան լինեն աննորմալ իրանց նման, բայց կարող է նորմալ լինեն, բայց քանի որ ինչն եմ ուզում ասեմ, քանի որ ղեկավարությունը աննորմալ, անհասկացող, անփորձ ղեկավարներ են, չէ ինչ նույնիսկ եթե լավ մասնագետներ լինեն, հա մինուսները քիչ կլինի ավելի շատ, կորուստները քան ասենք են վատի դեպքում, բայց էլի չի կարա հաջողություն։ Вообще մասնագետ լինելու մասին եմ կարծիքով խոսք չկա եւ ինչ որ համալսարանը ավարտած երիտասարդներ էին, որ ասենք, չգիտեմ, տենց դե էդ էլի այստեղ էլ իրանց նման նույնիսկ շարքային աշխատողներ։ Գեր անգամ անգլերեն չգիտեին ինչ լեզվով, ասենք փոխանակվեն այդ մարդկանց հետ կամ չգիտեմ ինչ խոսան ընդհանրապես կամ իրանք ով են կամ ուր են եկել ընդհանրապես ամեն դեպքում մեր պետությունը նես տեղը հասը որ բոլոր ոլորտները անգամ նայ ասենք գնում ես պասպորտ վերցնես գրանցվում ես 3 ամիս հետո հերթդ գալիս է գնում ես մեքենա քշելու վկայական ստանաս, գրանցվում ես 4 ամիս հետո հերթդ հասնում է։ Հասկանում ես, գնում ես թաղապետարան ինչ-որ խնդրով դիմելու, ոչ մեկ ոչի բանի մասին տեղյակ չի։ Առաջ տենց է։ Առաջ տենց բան չէր կարա լինել։ Այսինքն այ ավտոմեքենա ենք վաճառել, եղած դեպք եմ պատմում, մեր ընկերներից մեկը։ Ավտոմեքենան վաճառել է 2020 թվականին Ծրոյականը թաղապետանից վեկալում է, չէ՞, այդ վաճառքը ոնց են անում, որ ինքը պարտքու պահանջ չունի, գույքարկ ինչ որ բաներ։ 5 օր առաջ 2 տարվա գույքարկ այ այդ ավտոյի վրա։ Բայց դուք այդ թուղթը ոնց եք տվել, որ ինքը վաճառել է։ Вообще ընդհանրապես տեղյակ չեն։ Պարզա ցավը։ Հասել ենք այն օրին, որ ընդհանրապես ոչ մեկ 1000-ական խնդրեմ է ասում։ 1000-ական խնդրեմ, նույնիսկ այդտեղ խնդիրները լիքն են։ Նայ կան մարդիկ, ովքեր ասենք հայրենասիրությունը, ազգասիրությունը մի կողմ են դրել, ապրում են իրենց փորով ու այդ մարդիկ այսօր շատ են։ Այսօրվա իշխանությունն է։ Այսօրվա իշխանությունն մարդիկ կան մենակ ուտում են։ Արա քո ուտելը տումա հետաքրքիր որ նկարում գցում ես բան։ Սևան ջան, որ միտեղ մի բերես տե հաց դնես ուտենք սաղով, արա ասես որ գիտեմ ինձ նայող կա դու թեկուս։ Չես ամաչեմ, ամաչելով ես ուտում եմ։ Հանգիստ ձևի չես էլ կարում ուտես, էլ սենց ամաչելով ես ուտում սենց կարտոֆիլ։ Դնում ես քո ուտելը զապիս ես անում, քսում ես սատար, լավ ումա հետաքրքիր քո ուտելը։ Յանեմ, ուզում եմ ցույց տամ յանում հասարակ մարդ ենք, հա։ Դու որ հասարակ ապրես, մարդիկ էդի կտենան։ Չէ, բայց երկրի ղեկավարը որպես այդպեսին պետքա լինի լուրջ մարդ, եթե տենց այդ հասարակությանն է նայում բանն, կարան բերեն, ասենք, չգիտեմ, Կարեն Դեմիրճյանի օրինակը, որ տենց չգիտեմ, դուրս էր գալի ժողովրդի։ Նա ուժեղ մարդ էլ է։ Կարեն Դեմիրճյանը ամուժեղ ղեկավար էր, հա, հասարակ մարդ էր, Սևան ջան, ասենք։ Ամեն դեպքում էլի այդ մարդը, չգիտեմ, ցանկացած մեկը ես օրինակ որ մտածում եմ, ասենք, նայում եմ այդ մարդուն, տհաճ է որ ինքն իմ երկրի ղեկավարն է։ Մի կողմ այդ ամեն ինչը հələ տհաճությունը մի կողմ լավ թող տհաճել էր, բայց երկիրը զարգանար։ Բայց համ տհաճը համ էլ երկիրն ավիրվում։ Դե չի կարող մարդը այդ տեսակի մարդը ղեկավարի մեր երկիրը ու կամ անլրջությունը սրանց էլի նայ այդ ցավը տանեմ։ Սպարում եք, արա չեք ամաչում, արա հարևան պետության մեջ այդքան մարդիկ են մեռնում։ Հարևան պետության մեջ են անգամ եմ երևի ձեր մոտ ասել։ Արա հարևան պետության մեջ Պարսկաստանում արա երեխեքի դպրոցի խփին, երեխեք մեռան այդքան արա։ Դուք պարում եք ավտոբուսի մեջ, լավ չեք ամաչում։ Արկամ լավ պարելու տեղ չունեք ավտոբուսի մեջ եք պարում արա, այդքան ապարել այդ նախ պետք է չգա, Սևան ջան։ Երկրորդ որ գալիս էլա խես նկարում գցում։ Դա թակուն գոնե պարի արա։ Չէ, բայց ավտոբուսի մեջ ավտոբուսով տեղ են։ Ես գիտեմ որ նստում ես ավտոբուսի մեջ, գնում ես X վայրից X Y վայրը, այսինքն դա փոխադրամիջոց է, ոչ թե պարելու տեղ, կամ հաց ուտելու տեղ։ Դա կարաս ասինչիդ վրա էս պարում, որ ալիվը մի երկու ամիս չի խմե ու չի կրակե։ Կամ Հայաստանի տարածքները օկուպացված են, Արցախը կորցրել ենք, ասենք այդքան գերիներ ունենք այնտեղ, գերիներ ունենք այնտեղ։ Բյուջեն մի քանի անգամ ավելացել է պետական պարտքը։ Ինչի վրա էս տենց հրճվում էլի։ Ասֆալտները չեն կարողանում նորմալ կազմակերպեն, սա փոսեր է։ Որ ընդեղից էլ նայում ես սենց այդ պարողները կան մեջներ, որ ասում ես, «Ատե մենակ իրան ասեմ, նորմալ բայց Սասուն Միքայելյանը»։ Տեսեք ասեմ, իրոք տղավարի, բայց դուրս եկա, որ ցանցառություն չարեց էլի։ Այնտեղ կարեմ մի հատ տարիքով մարդ են, որ վաղտնե բարգավաճ էր էլի։ Բաքրատ
Ոչմ, եսի ինչան, մեծ Բակրատիզմ տոր, արա Սևան ջան, հորս տարեվ դրան սենց պարելը նայ։ Ես մսել որ նենց կյանքում երևի չել պարել, լուրջ մարդ է։ Ցանցառություն ան, ինչա Նիկոլին մոտ կամակ մտնի, էլի, արա լավ, արա, ես հորս տարեվ նայ մի մարդու տեղը ամաչում մի։ Ասես սա երեխեքը թորները մի կամաչ են արա։ Անտե ունակի աղջիկը բանես մեզ վրա, նաց մանա է պետք, տենց պարեն մարեն։ Նրանք ուրախ իրոք պարմին, են տնանիք էլի։ Բայց ասենք դե մարդիկը լիժ բան Նիկոլին դուր գան։ Արա լավ, արա, մի քիչ դες տաղապայ։ Մի հատ բան ասեմ։ Եկա սպիտակ մազերը տարլես վրետ, սենց զամ պարել թե չկա։ Դամանում ասում իրոք հալալա ասում Միկալեն։ Տեսեք ասում տաղավարի պայեց իրան։ Այդ տաղավարի պայեց իրան ու լուրջ պայեց իրան, էլի։ Ասենք այդքան զո, այդքան բամբ, ծոժը կարված տղուն նման պայեց իրան, հա։ Սենց օրինակ բերեմ, էլի դու երբ ես ծառայել Դավջան։ 2002-ից 4-ը սովորի ավարտել եմ հետո 2002-ից 4 թվականները։ Ձեր Չորսիկ մայքին ես ասում։ Հա, ձեր չաստում։ Հնարավոր էր ամենա, չգիտեմ, վատ ոնց ասեմ, չգիտեմ, ամենա, չգիտեմ, որ տռուսիկ մայքը չունենար տռուսիկ։ Գործտավողները չէին ունենա, հա։ Հետո ես դրան եմ դեմ եղել։ Մեր մոտ ունեցել եմ, որտեղ որ ես եղել եմ, ունեցել եմ, բայց կարող լինի զորամազ, որ մի քիչ չոր մտածող լինեին զինվորները, տռուսիկ չտային։ Կարող է չտային, չեմ կարծում։ Լսի, Սևանյա, սրա մասին չեմ հիշում։ Ձեր մոտից եմ խոսացել, թե լավ նյուզում էր, թե վայ թե չէ հայերի ակումբում։ Սրա մասին հայերի ակումբում։ Նա եղբայր մի հատ բան ասամ ու շարունակենք, էլի։ Նայ, իմ ծառայության ժամանակ ցանկացած մեկը ուներ տռուսիկ։ Դա աննորմալ կլիներ, որ ինչ որ զինվոր չունենար տռուսիկ։ Ձեր մոտից ասեմ, սրա մասին հիշեցի, հայելի ակումբում եմ ասել, կարող է լավ նյուզում էլ ասացնեմ, չգիտեմ։ Ուրեմն ես կակրաս այդ որ Ալեն Սիմոնյան ասում էր տռուսիկ մայկա չենք ունեցել, Էսյանենյան ոչ եմ, եսի մինչեր չեմ ունեցել, հաց չեմ ունեցել, չգիտեմ, ասենց ես վերջում դες բողոքում էր, չէ՞։ Արա, ասիլս տարիքը կան մատնեմ, քանի տարիքը, նայեմ դրա իմ տարիքի է։ Այսինքն դա ծառայել է իմ վախտերով։ Ուրեմն այդ վաղ Սևան ջան, ոչ թե մենակ ես 2002-2004 եմ ծառայել, բայց մի քանի տարի էսկոմ, մի քանի տարի ենկոմ, սա իմ պակալին եղել, ասենք զորամասեր եթում են, ասենք որտեղ սաղ տեղերը մեր իմ ընկերներն էին ծառայում։ Այդ վաղ իմ ընկերները կամ ծառայում էին կամ նստած էին։ Ես համ չաստերն էի եթում ֆարում այդ ընկերներից հարցերի մեջ, սա համ ասենք քաղուտներն էի եթում ֆարում այն մյուս ընկերից, ասեմ այդ վաղ դա ամեն ինչ, դե տեսեք, ասում քաղվածային մորթում են այդ վաղ։ Ծեծ ու ջարտը կար։ Քաղվածների ծեծը վերացել է Վլադիմիր Գասպարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Մինչև այդ քաղվածները այդ տարիներին ծեծը կար, տեսեք, որ հիմա ասեն, որ հիմա ալեն ասի տալեն քաղմասում ծեծել են, կասեմ հա ճիշտ ասում, ծեծած կլինի, որովհետև ծեծը կար։ Բայց որ ասում է տռուսիկ մայկա չեղե, ուրեմն այդ վաղ զորամասերում այնքան տռուսիկ մայկա սնունդ այնքան կար, Սևան ջան, որ ծառայող տղեկը իրանց տուն էին ուղարկում, այն քյասիպները զինվոր պապիրոս, չայ, բան, խթացրած կաթ, կոնսերվաներ, այսպես բաներ ղրկում են զինվորի ֆորմա, սապոգներ, ղրկում են իրանց տուն, մանավանդ գյուղացիները ղրկում են իրանց ծնողներին, որ կով պահեն, հող մշակեն այդ շորերը հագնեն։ Այսինքն կոպիտ ասած կներեք չաստից գողանին, ղրկում են տուն, այսինքն այնքան կար, որ ոչ թե մենակ զինվորներն էլ բավարարում, այլ զինվորների ընտանիքներն էլ էին օգտվում։ Այդքան կար բանակում, հասկանում, մեկ ասում են բանակում բան չի եղել, ոչ չի եղել, արա։ Կարող է ինքը չի ունեցել, կարող ինքը այն կարգի, այսպես ոնց որ հիմա գործտվող, ալենը տենց ուժեղ գործտվող, մեկ էլ մի հատ Քոչանի թմում կա։ Անդեղ էլ կա մի հատ տենց գործտվող, անունը չեմ ուզում հիմա տամ, որտեվ դատարանին եմ հարգում, ըստ դատարան տյանը չտամ, հասկանում ես, որ իր այդ ում հետ հացակե նրան էլա, նավրով էլա բողոքվում։ Ուզում ասեմ այդ ալեն նման գործտվող, եթե սենց գործտվող ես եղել դու ալեն, այն վաղ քեզ զինվորները այն ձեռը դիտավորյալ չէին տա։ Կարարը տենց լներ։ Բայց ընկեր ոնց կարելի ասենք չգիտեմ, այսինքն զինվորը ֆորմեն առանց տռուսիկ է հագել։ Ես այդ եմ ուզում հասկանամ, նա իմ ծառայության ժամանակ այտենց բան անհնար է։ Նաև ասենք չգիտեմ, սպաները, չգիտեմ, ասենք այդ ենթասպանով բաժանում էր դրանք։ Անհնար էր, ընկեր, ասենք, այսինքն կազարմում քնած, ձեռի ծառել են։ Չէ, կազարմում։ Չէ, ես ինչն եմ ուզում ասեմ, Սևան, որտեղ ես եղել եմ, որտեղ ես եղել եմ, ոչ մեկին չեմ թողել ճնշել։ Ոչ մեկին, դաժե ինքը արժանեղել ճնշմանը։ Ճնշել, մնշել։ Չէ, ինչն եմ կներես, հա, ինչն եմ ուզում ասեմ։ Հիմա տես բան հնարավոր է մի դեպքում, կամ իրանք հիմա մուտիտ են անում։ Մուտիտ Էդել կարամ ճշտեմ։ Կարամ հիմա մի հատ տենամում հետա ծառայել է տալենը կամ են Վագն Ալեքսյանը։ Ես Ալեքսանյան Վագը գիտեմ ծառայ ու խափում է։ Կարող լավ են ապրել, եթե լավ են ապրել զորամասում կամ նորմալ են ապրել, ուրեմն միանշանակ ստում են։ Եթե եղել են այն կարգի գործտվող, այն կարգի ասենք
ոչ թե դենգած զինվոր, այլ վատ զինվոր, դե գործ տվողներին ոչ ոք չեն սիրում։ Հնարավոր է որ այդտեղի զինվորությունը ճնշեր իրան։ Զինվորությունը։ Դավ ջան, Ալեքսանդրը միակ տարբերակը Տրուսիկ մայկա չունենալու է այդ ժամանակահատվածի, էդի պիտի լիներ այն, որ այն կարգի դու զինվորների կողմից արհամարված լինեիր, իսկ ով էր տենց արհամարված։ Ասենք գործ տվողները ինչ են սիրել, ոչ մի տեղ, չէ՞։ Այսինքն եթե դու իրանք գործ տվող են, իրանք տեսակով երևում է։ Այսինքն կարող են վախտել են տենց պահե, զինվորները իրանք ճնշել են։ Էդի հնարավոր է, բայց էլի քիչ հավանական է, որտեղ ոնց ելներ գործ տվող էին սպային խաբար կտային, սպայը գային իրանք էլի կապով են ամեն ինչ։ Այսինքն ամենայն հավանականությամբ կներես Սևան ջան, իրանք սուտ են ասում։ Հետո որ խորանը կարող է այդ կարգի դենգացը զինվորել չեն եղել։ Չէ, նա ես քեզ ասեմ, այդ դենգացը մի կողմ Ալեքսեյան Վահագի հետ ես ծանոթ եմ եղել։ Էդի որ թիվա։ Ասում եմ, ինքը ծառայել է 2013-14 թվականներին։ Փոքր է ինձնից շատ, այսինքն 15 սովորում էր դուրս մնաց գնաց ծառայեց ամեն դեպքում ինքը ուներ մի հատ պլանշետա նման բան գիրք Kindle-ա կոչվում։ Գնես 2013 թվին է ծառայել, հա տես փոքր, հա։ Ինքը այդ դրա մեջ ինքը պլանշետ էր, բայց ինտերնետի բանի հնարավորություն չունի, գիրք է Kindle-ա կոչվում, ինքը գիրք է կարդում զուտ։ Էդի ինքը վեկալել էր ծառայության ժամանակ, ինձ զանգել էր, ասում էր, որ իր ձեռից զինվորները խլել են։ Ես անձամբ ես այն զանգե հետները խոսացա, որ էդի վերադարձրել են։ Բայց այդ մարդիկ չեն ասել, որ այս մարդը տռուսիկ չունի, տգլորակ են ունի։ Կամ ինքն է կասեր էլի։ Հագն Ալեքսանդրը վաղ կասեր տռուսիկ չունեմ, ընդ ասեմ, չգիտեմ, երրորդ Յարուսում քնում եմ, տգլոր եմ քնում, տռուսիկ չունեմ, չեմ պատկերացնում։ Բայց չէ, փաստեն նեղել են զինվորներն, այլ փաստեն դեպի որ նեղել են։ Իսկ ինչի մար նեղած կլինին։ Սևան ջան, նորից եմ ասում, թեկուս ամենավատ մարդուն ես եթե լինեի, դե ես չէի թողի որ ձեռից պլանշետը վեկալեն։ Ես տենց մարդ եմ, էլի, բայց ասենք կարող է ես չլնեմ, մնացած տղեկ ասեն հասնում ու ձեռից առնեն։ Ուրեմն ինքը վատն է եղել, որ ձեռից պլանշետը թեկուզ վերցրել են։ Այդ պլանշետը հո բեսպրիձելավարի չէին վերցնի։ Չէ, նայ, ասենք բանակում սենց մի հատ բան կար։ Այն ժամանակ որ տեսես բեսպրիձելություն չկար ոնց որ հիմա։ Այն ժամանակ լավ տղեկ ինստիտուտը աշխատում էր, կներեք, այսինքն կներեք, չես լավ էլ ասում եմ այդ բառը։ Ով վախում է մի վերեն վախն է այդ բառից։ Այն ժամանակ գողականը կար ուժեղ աշխատում էր, գողականի դեմը փագող չկար, Սևան ջան։ Ու ասենք չէին կարա մարդու ձեռից նիզաշտո պլանշետ վերցեին։ Եթե մի փուճուր ինքը խելք ունենար, այդ արմիա լավ տո գարմատի նման տղու թիմ է, ես եթե այդ պլանշետը վազվատ կանեի, ոնց որ լիքա արել եմ խուլիգանների ձեռից։ Եկել եմ ասեմ հետ կտաս այն տղուն։ Հետ կտաս քեզ ձեռից առել, արա։ Խիես ձեռից առել։ Ու կռիսականների մոտ չէին կարա տային։ Խերջուկրակ մարդուն, Սևան ջան, եղել է հետս դեպք, գնացել եմ փողոցային ռազմորկա։ Գնացել եմ ախպեր, խես վերցես մարդուց ու սկսել են դե պատմություններ պատմել, յանամապեր այդ մարդը խոսք ա տվել իրանց։ Խոսք ա տվել կռիսները, էլի աֆերիստները։ Խոսք ա ու իրանք էլ գնացել այդ դրա որով իսին ինչ են խոսում, եթե դի չվերցնեն, իրանք են դե յանեմ պարտք բնում։ Յանում սրա խոսքի վրա գնացին ինչ որ մի հատ բան են արել։ Ու հիմա եթե այս խոսքը չի կատարվում, իրանք ընդ պարտք են մնում, հոմ ենք չենք տան իրա տեղը ընդ փող տանք, սենյակ։ Ես էլ զգում եմ էլի արա որ էս երեխեն, բախ, ես երեխեն էլ, էս ում համար որ գնացել եմ։ Երեխային տարիքի տղա էր։ Ասենք զգում ես ուզում արդանան ասի, ես տես չեմ ասել, ես սենց եմ ասել, ես սենց եմ ուզում արդարան, հա։ Նրանք էլ բա չէ տենց ես ասել մի րոպե։ Ես տենում եմ էլի որ սա իրականում տենց բան ասած չի մի, որ ասացել իրանք տենց աֆերիստներ են, որ տենց բան նրանք են խափում, էլի, ես չգիտեմ այդ փողոցի կռիսական այդ աֆերիստներ։ Ասի ախպեր մի վարքյան, լավ։ Համի փաստորեն եթե ինքը պրիզնատա գալի ասում հա, ասել եմ, տենց եմ ասել, ձեր ասածնա ուրեմն տվողա, չէ՞ բա։ Ասի կլինք համի արանքից դուրս գալի ես եմ իրա տեղը ու ասում եմ հա, ասել եմ, որ այսքան փող կտամ ձեզ, օրինակ, ցեպի բազարեր եմ վաղ։ Ասենք ես եմ իրա տեղը, բազարը թող թեքվի ին վրա։ Ախպեր ասել եմ, ինք ասում չեմ ասել, ասում եմ ես եմ ասում, ես եմ այդ ասողը, այդ ցեպը ասել եմ կտամ քեզ։ Կլինի արանքից դուրս եկա, իր այդ հարց ունեք, ես եմ, չէ՞ տվողը։ Հա, ասի իմեյլ ասում եմ չեմ տալիս։ Բա ոնց ասի հենց այդպես։ Այն բա հավեսը ստվել ասել եմ, իմեյլ ասում չեմ տալիս, ինչ ես անում։ Ինձ անտա վերեն, թե չես գնացեն, դե դու ինչ որ բան խոսք չես տվել։ Հասկանում ես։ Ուզում եմ ասեմ այսպես որ Վագն Ալեքսանդրը գարի մոտ են ող։ Ասել ես ին բանս վեկալել են Դավութ ջան։ Ես կեթե հետի վազվրատ կանեի։ Ու ինքան լիքը տղեկ կեթային վազվրատ կանեն։ Խելոք տղա է թեկուզ ինչ որ է, կարող է նեղել եք մի երկու անգամ էլ գնացել թեկուզ Դավութ ջան դրանց աֆիցերներին։ Օրինակ, այդ մարդկանց ձեռից մի խլեք, ոչ բան։ Այսինքն եթե խլել են, մեռնեն քեզ այս ժամանակ, ուրեմն ինչ կարգի սրիկ այն եղել որ խլել։ Գլոբալ սրանց խնդիրը։ Դե քեզ այ տոգում զանգել ու ես վազվրատ արել, չէ՞։ Նայ, սրանց խնդիրը գիտես որն է, որ իրանք այտենց չեն եղել, իրանք տռուսիկել են ունեցել, ամեն ինչը ունեցել են, իրանք խնդիրը բանակը արժե զրկելն է։ Հիմա Ալեքսեյան Վահագնն ասում է, ես տռուսիկ չեմ ունեցել, դրա տեղը կարող չգիտեմ
Լյուբոյ մեկալներ այդ ԿՊ ուսապարկներից ասեր ես տռուսիկ չեմ ունեցել, պրոստը ինքն է վիզ վեգալ է, դա ասում ինքը լավ է տռուսիկ ունեցել է, մեր զինվորները բոլորն էլ այդ ամեն ինչը ունեցել են, ֆորմայել են ունեցել, ամեն ինչ ունեցել են, դա ամբողջությամբ բանակը արժե զրկելու համար է արվում։ Ճիշտ է։ Ու ասեմ ավելին, թեկուզ այդ ձեր ասած անտրուսիկ զինվորը թուրքի հողի վրա է միսում, հասկացար։ Այ որ մենք իրականում չենք ունեցել, չենք ունեցել ոչ մի բան։ Բոբիկ ենք եղել։ Այդ եղել է 90-ական թվականները, որտեղ այն ժամանակ պայմանները տենց էր։ Այն ժամանակ Թուրքին խփում էին մեր տղեկը, հակից շորերը հանում էին, հակնում էին։ Բացի ինքը դուք պատկերացնում եք, այդ պայմաններում մենք հաղթել ենք, դա մեր ամենահպարտանալու տարիներն են 90-ական թվականները, որ այդ պայմաններում մենք հաղթել ենք։ Բայց սրիկայի մեկը, զինվորը դու, որտե՞ղ ծառա է։ Որտե՞ղ ծառա է Վագնը։ Եղեգնաձոր։ Եղեգնաձոր, ստես ծառա է։ Բա քուտարիքի տղեկը Թուրքի հողի վրա են միզում ամեն օր։ Չէիր է պարտանում դրա համար։ Չէիր է պարտանում։ Այսքանով ավարտենք մեր ուրիշ կարծիք ոդքասթը, մեր հյուրներ Դավիթ Մկրտչյան, ուրախ էինք հյուրընկալելու համար Դավիթ ջան։ Ես էլ ձեզնից եմ, շնորհակալ եմ։ Հետևեք մեզ, միացեք մեր սոցիալական էջերին, Facebook-ում, YouTube-ում, TikTok-ում,